I, Barack Hussein Obama, do solemnly swear. Միացյալ Նահանգներում Բարակ Օբամայի կողմից նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության մի շարք ուղղություններում փոփոխություններ արձանագրվեցին։ Հարաբերությունները Չինաստանի հետ, Մերձավոր Արևելքում առկա խնդիրներին առնչվող ռետորաբանությունը, ինչպես նաև ռուս-ամերիկյան հարաբերությունները։ Իր նախագահության առաջին ամիսների ընթացքում Բարակ Օբաման այցելեց Մոսկվա, սկիզբ դրվեց ռուս-ամերիկյան հարաբերությունների ստարտ անվանումը ստացած գործընթացին, որի շրջանակներում կողմերը պայմանավորվեցին զենքերի չտարածման, Աֆղանստանի պատերազմում համագործակցության, ինչպես նաև առևտրի համաշխարհային կազմակերպության միջոցով տնտեսական կապերի ակտիվացման եւ մի շարք այլ խնդիրների շուրջ։ Վաշինգտոնի Կարնեգի հիմնադրամը քննարկում էր կազմակերպել դեկտեմբերի 7-ին այս գործընթացի ներկա վիճակի վերաբերյալ։ Զեկույցով հանդես եկավ Միացյալ Նահանգների ազգային անվտանգության խորհրդի անդամ Մայք Մքֆոլինը, ով անմիջականորեն ներգրաված է բանակցային գործընթացին։ Պաշտոնյայի խոսքերով խորհրդային միության փլուզումից հետո ռուս-ամերիկյան հարաբերություններն ընթացել են սառը պատերազմի տրամաբանությամբ, սակայն ժամանակն է հասկանալ, որ իրականում առկա համագործակցության եզրերն ավելի շատ են, քան շահերի բախումները։ Մքֆոլինն ասում է, որ գործընթացը սկսվել էր դեռևս 2008-ի աշնանը, երբ ռուս-վրացական պատերազմից հետո հարաբերություններն այնքան էին լարվել, որ հարկավոր էր բանականորեն մոտենալ բռնությունների հետագա ընթացքը կանխելու համար։ Օբամայի իշխանության գալուց հետո, նշում է Մքֆոլին, ռուսական կողմի հետ քննարկեցինք ընդհանուր շահի գաղափարն ամենաբարձր մակարդակում։ Շուտով պարզ դարձավ, որ մի շարք հարցերում մեր պատկերացումները համընկնում են։ Արդյունքում այսօր Ռուսաստանը հսկայական աջակցություն է ցուցաբերում կոալիցիոն զորքերին Աֆղանստանում։ Խոսուն է այն փաստը, որ ամերիկյան բանակի վառելիքի մեծ մասը գնվում է Ռուսաստանից։ Ավելին, պայմանավորվածություն կա, ըստ որի Ռուսաստանը նաև զինամթերք եւ ուղղաթիռներ է տրամադրելու կոալիցիոն ուժերին։ Ռուս-ամերիկյան բարելավող հարաբերությունների եւս մեկ օրինակ է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում Իրանի դեմ կիրառվող պատժամիջոցների 4-րդ փուլին Ռուսաստանի կողմ քվեարկելու հանգամանքը։ Սա, ասում է Սպիտակ տան պաշտոնյան, արդյունք է ամենաբարձր մակարդակում բանակցությունների։ Օբաման ուղիղ առաջարկություն արեց Մեդվեդևին, նշելով, թե այն տնտեսական կորուստները, որ Ռուսաստանը կարող է կրել Իրանի հետ առևտրի դադարեցման արդյունքում, կփոխհատուցվեն ԱՄՆ-Ռուսաստան ապրանքաշրջանառության միջոցով։ Սակայն եթե առաջընթաց կա երկկողմ հարաբերությունների տեսանկյունից, սա ամենևին էլ չի նշանակում, թե մենք դադարելու ենք խոսել Ռուսաստանում մարդու իրավունքների եւ խոսքի ազատությանն առնչվող խնդիրների շուրջ, նշել է Մքֆոլին։ Այս առումով էլ դրական տեղաշարժեր կան, քանի որ Մեդվեդևն ինքն է հետաքրքրված նշված ոլորտում առաջընթաց արձանագրելով։ Այս պահին սակայն խնդիր կա զենքերի չկիրառման շուրջ պայմանագրի ԱՄՆ-ի կոնգրեսում հաստատելու տեսանկյունից։ Այս տարվա նոյեմբերի կոնգրեսի ընտրությունների արդյունքում մեծամասնություն ձևավորած հանրապետականները սպառնում են չհաստատել պայմանագիրը։ Ոմանց կարծիքով էլ Wikileaks կայքի հրապարակած տեղեկությունները, որտեղ ամերիկացի դիվանագետների կողմից արված արտահայտությունները Մեդվեդևը որակել է որպես ցինիզմ, նոր խոչընդոտներ կստեղծեն ռուս-ամերիկյան հարաբերությունների բարելավման տեսանկյունից։ Արսեն Խառատյան, Ամերիկայի ձայն, Վաշինգտոն։